Փառքնեժդեհին որպեսզի մենք կարողանանք ճիշտ կողմնորոշվել, մեզ նաև օգնում է մեր պատմությունը եւ ոչ միայն օգնում, այլ նաև հուշում է, թե երբ ինչ պետք է արվի, որպեսզի այս իրավիճակից քիչ կորուստներով դուրս գանք, որտեղ ստեղծվել է մի իրավիճակ, որը հայության ինքնությանը, ոչ միայն պետության, այլ ինքնության կործանման գործընթաց է գնում ու շատ պրիմիտիվ տարբերակներով է գնում, որին չենք դիմակայում։ Այսինքն այն մարդիկ, այն ուժերը, որոնք ի վիճակի են դիմակայելու, նրանք քայլեր չեն անում։ Ես մի քանի օրինակ բերեմ, օրինակ Արշակունիների ժամանակ, երբ որ Արշակ երկրորդը գերության մեջ էր, Պարսից արքունիքում, իսկ Փառանձեմ Թագուհին արտակես ամրոցում էր, 6 ամիս պաշտպանվեց, պարսիկները շրջապատել էին եւ ուզում էին Փառանձեմ Թագուհուն եւ Պատանի Պապին, մեր հզոր արքային, որ հետո պետք է դառնա արքա, նրան էին ուզում վերցնել եւ սպանել։ Այդ ժամանակ էլ Հայաստանում կային հռոմեացերներ, կային պարսկասերներ։ Անունը դնենք կուսակցություններ, պարսկասերների կուսակցություն եւ հռոմեացերների։ Եվ այս պարսկասերների կուսակցությունը աջակցում էր Պարսկաստանին։ Անկամ եթե Պարսկաստանը Հայաստանի հանդեպ ռազմական արշավ էր անում, իրենք չէին դիմադրում։ Բնականաբար հռոմեացերներն են աջակցում են Հռոմին։ Այսինքն նրանք մի մաս ցանկանում են լինել Պարսկաստանի հետ, այսինքն ինքնիշխանությունը տալով։ Մնացած մյուս մասը ուզում են լինել Հռոմի հետ։ Բայց երկու դեպքում էլ հայոց պետականությունը պետք է մարեր։ Բայց օրինակ, երբ որ պարսկասերները տեսան, որ Արշակ երկրորդին պարսիկները կալանավորել են, դե սպարապետին արդեն մորտազերծ էին արել, տիկ էին արել, եւ արդեն արտակես ամրոցում պետք է Փառանձեմին, իհարկե պարսիկներին դա 6 ամիս հետո հաջողվեց գերեվարել Փառանձեմին։ Իրենք հասկացան, որ պետականության հիմքերը խարխլվելու, եթե թագավորին էլ, թագաժառանգին էլ տանեն, շատ վատ բան կլինի եւ պարսկասերները օգնեցին հայերին, մնացած հայերին, ովքեր ասեք հռոմեացեր էին կամ չեզոք էին, պապ թագավորին գողացան տարան, որ թագավորական ընտանիքը չհավարցի, որ Հայաստանը պետականություն ունենա։ Այսինքն պարսկասերները այդ ժամանակ տեսան, որ չէ՞ էլի պարսիկները լծված են պետականությունը քանդելու, դեմ գնացին։ Կռիվ տվեցին պարսիկների հետ։ Դա 4-րդ դար։ Հիմի գանք այս մեր թվականը, օրինակ։ Տեսնում ենք, որ Արարատը որպես մեր ինքնության խորհրդանիշ, մինչև գիր գրականություն ունենալը, հա, ամենակարևորը լեզուն է։ Ազգին ազգ պահում է ցեղին, լեզուն, մշակույթը, հա, երգը, պարը, սրանք միանշանակ կարևոր ատրիբուտներ են։ Մինչև մենք այդ ունենալը, մենք արարատյան ժողովուրդ ենք, աշխարհին հայտնի ենք որպես արարատյան ժողովուրդ, այսինքն մեր ինքնության թիվ 1 առաջի սիմվոլը դա Արարատն է եղել, հետո է դարձել գիրը, գրականությունը, մշակույթը, ճարտարապետությունը, ու վարուցանքը, այդ որ Գութանի համաստեղություն կա տեզերքում, դա մենակ հայկական մեր աստղագիտության մեջ է եղել Գութանի կամ Ծիծեռնակի, մենք այնպիսի համաստեղություններ ունենք, որ աշխարհի ոչ մի զարգացած երկիր անգամ պետություն չունի նման համաստեղություն։ Մեկ էլ ունեցել են շումերները, այսինքն դա արտատպել են մեզանից, որտեղ դրանք նորից մեր ձագերն են եղել։ Չխորանանք շումերների պահով։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Արարատի խորհրդանիշով Արարատ սիգարետ կար, չէ՞։ Դաշնակցական եղբայրները, որ ունեն Grand Tobacco արտադրող, անմիջապես կես բերան, ասեցին պետք է Արարատի նկարով հանեք, ասենք այդ մարդիկ ժամանակին պատգամավոր են եղել, իրենց հայրը, իրենց դրանցից մեկն ու մեկը շատ դարակ ենթարկվեցին Նիկոլին, համարվելով, ես որքան գիտեմ, իրենք դեռ դաշնակցական են։ Այսինքն իրենք այնքան հեշտ համագործակցեցին թշնամու հետ, դա թշնամու պատվերն էր։ Մեր ինքնության սիմվոլներից մեկը հեռացնել մեր առօրյայից։ Վաղը որ այդ Վարդանյան եղբայրներին ասեն պետք է մի հատ մեծ վարագույր բերեք, այսպես փագեք
Արաքս գետով ասես փագեք, որ Արարատը չերևա Հայաստանի, այս Հայաստանի կողմից, խորհրդային Հայաստանի կողմից։ Երևի այդ փողերն իրենք ծախսեն ու այդ վարագույրը կառուցեն։ Հասկանում եք, այս սև ու սպիտակ նախկին ներկա խաղի մեջ, ասենք, օրինակ նախկինները լուրջ ռեսուրս ունեն դիմակայելու այս անկմանը, էլի, բայց իրենք չեն անում։ Ես ինչու օրինակ բերեցի, որ 4-րդ դարում պարսկասերները պարսիկներին դեմ գնացին։ Զգացին, որ պետությունը կործանվելու է։ Բայց այս մարդիկ տեսնում են, փաստ տեսնում են, որ Նիկոլը տանում է կործանման։ Փաստ։ Ալիևն ասել է բանակ չպետք է ունենաս, մարդը բանակը չի զինում, չի կարողանում վերացնել։ Չի էլ զինում։ Այս մարդիկ խորհրդանում խելոք նստած են։ Ասում են Արարատ էլ չենք օգտագործելու, անմիջապես Արարատը դադարեցնում են օգտագործել։ Ժողովուրդ, մինչև այս սև ու սպիտակ դաշտից մարդիկ չգան, չասեն ներողություն, մենք շատ կախված եղանք Պուտինին, շատ վստահեցինք, կարողա սխալվել ենք, կարողա միամտենք, կարողա գայթակղեց մեզ իշխանությունով, փողով, իրավունքով։ Ներողություն, տեսնում ենք, որ երկիրը կործանվում է, ասենք կարող են էլ ներողություն խնդրել եւ գալ, եւ առանց դրա շատ դժվար է լինելու։ Եթե հանգարց նախկինների մեջից կհայտնվի մարդ, իհարկե ոչ Ռոբերտը, ոչ Սերժիկը, դրանց չի վերաբերվում։ Բայց նրանց կարկառ ներկայացուցիչից, որ կգա անկեղծ ներողություն կխնդրի, ասի ես եկել եմ, ասենք գա այն դաշտը, որտեղ մենք ենք, ազգային դաշտ։ Ինչով օգտակար լինեմ։ Իհարկե փորձելու, ստուգելու կարող է ինքը դիտմամբ եկել է, որ փլուզի, քանդի։ Պետք է հասկանանք ինքը անկեղծ է թե չէ։ Որտեղ 4-րդ դարում պարսկասերները անկեղծ եկան եւ պարսիկներից փրկեցին պապին, ով հետո պետք է թագավոր դառնար։ Որ մեր արքայական ընտանիքը այն ժամանակ եթե չկա թագավոր, չկա պետություն։ Թագավորով էր որոշում պետությունը, ինքնիշխանությունը։ Եթե հիմա այս Վարդանյան եղբայրների պես նախկիններն էլ տես մնան Նիկոլին ծառա, հլու հնազան, հավատացեք այն քաղաքական դաշտից, խորհրդանից դուրս, այն որ մենք հիմա ինչ որ անում ենք, համախմբում ենք, կազմակերպում, մտքեր ենք, որոշումներ ենք կայացնում, շատ քիչ է լինելու, այդ խմբի թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսը քիչ է։ Ու եթե հանգարց անկեղծ որից է մեկը կգա այս դաշտ, չպետք է քննադատել, ասեն այս նախկիններից էր, այս նախկիններից նստել եք սեղան, մարդը կարող է գա ներողություն խնդրի եւ ասի ինչով կարող եմ, իմ սխալները ինչով կարող եմ ուղղել, պատրաստ եմ։ Եվ այդ մարդու ծառայությունից չօգտվել կլինի հանցագործություն։ Հասկանում եք։ Ես անդելանել նշդե որ ֆաշիստների հետ անգամ փորձել է համագործակցել հանուն Հայաստանի, այդ մարդը հենց այնպես չի արել դա։ Բայց մենք դա չենք տեսնում։ Չենք տեսնում։ Բանակ չի զինում Նիկոլը։ Բարի Հայաստանը տեսեք ասեմ 5-րդ դարի կեսերին ավարայրի ճակատամարտի ժամանակ արդեն Հայաստանը պետություն չէր։ Որտեղ 428 թվականից արդեն էլ չենք ունեցել, արշակունիները դադարել են գոյություն ունենալուց։ Բայց 451 թվականին, երբ որ ավարայրի ճակատամարտ տեղի ունեցավ, մենք Պարսկաստանի ենթակայության տակ էինք։ Անկամ Պարսկաստանի ենթակայության տակ մենք ունենք բանակ, սպարապետ, եւ երբ որ Պարսիկն ուզում էր մեզանից ավելին, մենք սկսում ենք ըմբոսանալ, պատերազմել։ Այսինքն մենք պետություն չունենալով բանակ ենք ունեցել։ Կամ 7-րդ դար, 650-ականներ Թեոդորոս Ռուշտունու ժամանակ, այն ժամանակ էլ Բյուզանդիան ու արաբական խալիֆայությունը Հայաստանը մեկ ըստեղ էին քաշ տալի, մեկ ընդեղ էին քաշ տալի։ Բայց մենք ունենք հզոր բանակ։ Թեոդորոս Ռուշտունու շնորհիվ, երբ որ արաբները վերջնականապես կարողացան հայերին դեպի իրենց քաշել, այն մարդը իր հզորությամբ կարողացավ արաբների մեզ հարկ էին սահմանել, հարկ, որը չէինք վճարում, թեթև հարկ, մնացածների համեմատ, արաբները։ Մեր գերագույն պայմանը արաբները մեր առաջ դրել էին, որ եթե մենք արշավանքներ անենք, ուրիշ ձեր այրուձին օգնի մեզ։ Պատկերացնում եք, արաբները, որ տիրացել էին Հայաստանին, այսինքն դարձել էին հպատակ արաբներին, ոչ թե մտել էին, դա պետք է արդեն 8-րդ դարի 700 թվականից նրանք վերջնականապես մտան Հայաստան, Ռուշտունուց հետո, Մամիկոնյան տոհմի ոչնչացումից հետո մտան ավերեցին, մինչև Բագրատունները կգային գլուխ կբարձրանային։ Հասկանում եք, անգամ Թեոդորոս Ռուշտունու ժամանակ
Արաբների պայմանն եղել է, որ ձեր այրուձին մեր արշավանքներին օգնի, որովհետև հայոց այրուձին ոչ մեկը դենց այրուձի չի ունեցել 15000-անոց ահուս արսապ է եղել հռոմեացիների համար, պարսիկների համար, արաբների համար, չգիտեմ ում համար ուզում եք հաշվեք։ Ասել է ձեր այրուձին, չի ասել է հետևական, այրուձին պատրաստ լինի։ Հարկ, որպես հարկ պատկերացրեք։ Այսինքն արաբը տիրելով Հայաստանին հայոց բանակը չի ավիրել։ Այսօր Հայաստանը անկախություն ունի, անկախ պետություն է։ Բանակը չեն զին, ուզում է Ալևն ասել է բանակը ոչնչացրու։ Այն ժամանակ անկախ չէինք, բայց բանակ էինք բան, հələ ով որ մեզ իշխում են, ասում են բանակը դու եղբայր, որ պետք է լինի։ Հələ դուք հասկանում եք, ես համեմատություններ եմ բերում, էլի։ Լավ, ինչու է պետության, երբ որ կա պետություն ու ասում է պետք է բանակ չլինի, նպատակը ո՞րն է։ Շորտ զինված մարդու եւ անզեն մարդու մեջ հավասարություն կարող է լինել։ Հիմա ես զինված եմ, դիմացինս անզեն է ու փող ունի։ Ես կգնամ կաշխատեմ։ Չէ, զենք կպայեմ գլխին կասեմ տուր։ Աշխատի տուր, աշխատի տուր։ Զինված եւ անզեն մարդու տարբերությունը սա է։ Դրա համար են ասում դուք չպետք է զինվեք, որ մենք երբ ինչ ուզենք անենք ձեր հետ։ Եվ Նիկոլը դրան գնում է։ Եվ նախկինները մինչև հիմա Պուտինի հրահանգով չեն խանգարում Նիկոլին։ Այն պարսկասերների 4-րդ դարի 1600-700 տարի անցել, դրանց խելքը չունեն։ 1700 տարի առաջվա պարսկասերը այն հայը հասկացա, որ Պարսկաստանը ճարիք է գործում, դեմ գնաց պարսիկին։ Սրանք չեն անում։ Հասկանում եք, ինչ սարսափելի վիճակի ենք հասել, որ սրանք մնացել են Պուտինի դոզայի տակ։ Ու այս Նիկոլն է խաղաղությունը որպես թմրանյութ։ Խաղաղություն ոչնչացնելու գնով, այսինքն պատկերացնեք, մեզ տանում է ոչնչացման, որ խաղաղ ապրի։ Ով պետք է խաղաղ ապրի, որ մեզ տանում է ոչնչացության։ Կապ չունի, որ ես կարող եմ ոտքի ապրեմ, շնչեմ, բայց հայ չլինեմ։ Դա ոչնչանալ է։ Դրա խաղաղությունը ո՞րն է։ Խաղաղություն բառը թմրանյութի պես մտցրել է, չնայած ոչ բոլորին է հաջողվել, բայց այնքան կուլ տվողներ կան։ Այդ հաբը կուլ են տալի ու մոռանում են։ Արարատը պետք է հանենք, հանեք։ Պապերիդ գերեզմանը պետք է մոռանաս, այն որ թուրքերը կոտրել են։ Մոռանանք։ 300,000 թուրք կբերես տանդ կպահես։ Կպահեմ։ Հասկանում եք։ Ոնց հասկանում եք 15-16-րդ դարում Օսմանյան կայսրությունը, որ արդեն կար, որպեսզի հայերի հախից դուրս գար, քրդերին այդ պարսկական սարերից բերեց բանը հարավ արևելյան Հայաստանի տարածքներում լցրեց, ասաց եկեք ապրեք։ Ու հայերին պարտադրեց, որ դրանք քոչվոր էին, գնում էին սարերը գալիս են, այն ձմեռը ասում են դուք կիշնեք հայկական գյուղեր, հայերը իրենց հաշվին ձեր անասունին կկերակրեն, ձեզ կկերակրեն, կպահեն։ Այն ինչ որ հիմա Նիկոլն է ուզում անի, 300,000 թուրք է բերում այստեղ, որ մեր ծոցի մեջ պահենք։ 15-16-րդ դարում թուրքերը այդ խաղը խաղացել են արդեն մեր գլխին։ Բերեցին, լցրեցին Հայաստան, դրանք գնացին, եկան ու մնացին, բայց ինչի էլ գնանք հայերի հաշվում կարող։ Այնքան մնացին, արդեն հայը չի սիրում օտարի լծտա գեր։ Հայերը դերս դուրս եկան եւ հիմա այդ ամբողջ հատվածը քրդական տարածք է դառել։ Մասիսի ստորոտները, Վանա լճի փեշերը։ Այդ 300,000-ին դրա համար են բերելու։ Իրենք այդ պատմական process-ները այն ինչ որ մեր գլխին արել են դարերով, որ էֆեկտ է եղել, արդյունք է տվել իրենց համար։ Չեն մոռացել, հիմա էլ են կիրառում։ Այս համեմատություններն անելով, եթե դու նորից մնում ես այն դիրքերում, որ դե լավ էլ հերիք է, լավ է ֆիզիկապես մեռնես, քան բարոյապես։ Հիշի։ Բարոյապես, եթե մեռար, անցնելուց քեզ վիրավորելու են, թքելու են քո վրա, ստանալու են քեզանից, բռնաբարելու են։ Մարդը պես հազարամյակների մեջ չի փոխվել։ Գիտությունը զարգացել է, բայց մարդը իր էությամբ կենսաբանական ուղեղի իր ցանկությունների տրվելու վայելքներից նույնն է մնացել։ Նույնն է մարդը, եթե դու չունես զենք ու կողքինդ զինված է, ուրեմն իմացի դու պատրաստ եղի, որ մի օր քեզանից ստանալու է, անգամ կյանքիդ գնով։ Գիտակցեք, մնաք խաղաղությամբ։